Գիրք ծննդոց, գլուխ 45, Հովսեփը հայտնում է ինքն իրեն։ Եվ Հովսեփը չկարողացավ իրեն զսպել իր մոտ կանգնածների առաջ ու գոռաց. «Դուրս հանեցեք բոլոր այդ մարդկանց իմ մոտից»։ Եվ երբ մոտն ուրիշ մարդիկ չկային, Հովսեփն իրեն ճանաչեցրեց իր եղբայրներին։ Եվ նա բարձրաձայն լաց եղավ, եւ եգիպտացիներն ու փարավոնի տունը լսեցին։ Եվ Հովսեփն ասաց իր եղբայրներին. «Ես Հովսեփն եմ, իմ հայրը դեռ ողջ է»։ Եվ եղբայրները չէին կարողանում պատասխան տալ նրան, որովհետև նրա ներկայությունից ապշել մնացել էին։ Եվ Հովսեփն ասաց իր եղբայրներին. «Ինձ մոտեցեք, խնդրում եմ»։ Նրանք էլ մոտ եկան եւ ասաց. «Ես ձեր եղբայր Հովսեփն եմ, որին ծախեցիք Եգիպտոս։ Եվ հիմա մի վշտացեք ու մի նեղսրտեք, որ ինձ ծախեցիք այստեղ, որովհետև Աստված կյանք փրկելու համար է ինձ այստեղ ուղարկել ձեզնից առաջ, որովհետև երկրիս վրա սովի երկրորդ տարին է հիմա, եւ դեռ 5 տարի կա, որ վարուցանք ու հունձք չի լինելու։ Եվ Աստված ինձ ձեզնից առաջ ուղարկեց, որ երկրի վրա ձեզ համար սերունդ պահի եւ ձեր կյանքերը փրկի մեծ ազատագրմամբ։ Եվ արդ ոչ թե դուք ուղարկեցիք ինձ այստեղ, այլ Աստված, եւ ինձ փարավոնին հայր եւ նրա ամբողջ տանը տեր եւ ամբողջ Եգիպտոս երկրին կառավարիչ կարգեց։ Շտապ իմ հոր մոտ գնացեք եւ ասացեք նրան. այսպես է ասում քո որդի Հովսեփը. Աստված ինձ ամբողջ Եգիպտոսին տեր դարձրեց, ինձ մոտ իջիր, մի հապաղիր։ Եվ Գեսեմի երկրում կբնակվես, որ ինձնից մոտ կլինի, դու եւ քո որդիները, եւ քո որդիների որդիները, եւ հոտերդ ու նախիրներդ, եւ քո ամբողջ ունեցվածքը։ Եվ ես կկերակրեմ քեզ այնտեղ, որովհետև դեռ 5 տարի սով է լինելու։ Գուցե դու չքավորության մատնվես, դու եւ քո տունը, եւ քո ամբողջ ունեցածը։ Եվ հա ձեր աչքերը իմ եղբայր Բենյամինի աչքերը տեսնում են, որ իմ բերանն է ձեզ հետ խոսողը։ Եվ Եգիպտոսում իմ ունեցած ամբողջ փառքը եւ ձեր բոլոր տեսածները պատմեցեք իմ հորը, եւ շտապ իմ հորը այստեղ բերեք։ Եվ իր եղբայր Բենյամինի պարանոցով ընկավ եւ լաց եղավ։ Բենյամինն էլ նրա պարանոցի վրա լացեց։ Եվ իր բոլոր եղբայրներին համբուրեց եւ նրանց վրա լաց եղավ։ Եվ սրանից հետո եղբայրները նրա հետ խոսեցին։ Եվ այս լուրը փարավոնի տանը լսվեց, թե Հովսեփի եղբայրները եկել են։ Եվ փարավոնին ու նրա ծառաներին հաճելի եղավ։ Եվ փարավոնն ասաց Հովսեփին. «Քո եղբայրներին ասա, այսպես արեք. բեռնեցեք ձեր անասունները եւ Քանանի երկիրը գնացեք, եւ ձեր հորն ու ձեր ընտանիքները վերցրեք եւ ինձ մոտ եկեք, եւ Եգիպտոս երկրի լավ տեղը ձեզ կտամ, եւ երկրի պարտությունից կօգտվեք։ Արդ քեզ հրաման եղավ սա արեք ձեր երեխաների համար եւ ձեր կանանց համար Եգիպտոս երկրից կարգեր առեք եւ ձեր հորը բերեք եւ եկեք։ Եվ ձեր աչքը թող ձեր ապրանքի վրա չմնա, քանի որ ամբողջ Եգիպտոս երկրի բարիքը ձերն է»։ Եվ Իսրայելի որդիներն այդպես արեցին, եւ Հովսեփը նրանց կարգեր տվեց, ըստ փարավոնի պատվերի, եւ ճանապարհի պաշար տվեց նրանց։ Նրանցից ամեն մեկին նոր հագուստներ տվեց, իսկ Բենյամինին 300 կտոր արծաթ եւ 5 ձեռք հագուստ տվեց։ Եվ իր հոր համար այսպիսի բաներ ուղարկեց. 10 էշ Եգիպտոսի բարիքներով բեռնված, եւ 10 էգ ցորենով, եւ հացով, եւ ուտելիքներով բեռնված, իր հոր ճամփորդության համար։ Եվ իր եղբայրներին ուղարկեց եւ գնացին եւ ասաց նրանց. ճանապարհին չկռվեք։ Եվ նրանք Եգիպտոսից ելան եւ դեպի Քանանի երկիրը իրենց հայր Հակոբի մոտ գնացին։ Եվ նրան պատմեցին ասելով. Հովսեփը ողջ է, եւ նա Եգիպտոսի ամբողջ երկրի կառավարիչն է։ Եվ Հակոբի սիրտը նվաղեց, որովհետև չհավատաց նրանց։ Եվ նրան պատմեցին Հովսեփի բոլոր խոսքերը, որ իրենց ասել էր։ Եվ երբ տեսավ Հովսեփի ուղարկած կարգերը, որ իրեն տանելու էին, այն ժամանակ իրենց հայր Հակոբի հոգին կենդանացավ։ Եվ Իսրայելն ասաց. «Բավական է, որ իմ որդին Հովսեփը դեռ կենդանի է, գնամ եւ մեռնելուցս առաջ տեսնեմ նրան»։